Բարի լույս ժողովուրդ ջան, դու գտնվում եք Malado Gaming ալիքում։ Մենք այսօր նկարում ենք Fantastic Brawl Stars-ի վիդեո Guide Cardelius-ի վրա։ Շատ լավ օգնում եմ ձեզ ավելի լավ ուժեղացնել ձեր Cardelius խաղալը։ Այսօր, ինչպես գիտեք, ես բարձրացել էի Հայաստանի համար առաջինն էի դարել Cardelius-ով։ Հիմա ինձ ամենայն հավանականությամբ անցել են։ Եկեք մի հատ ստուգենք, որովհետև շատ ժամանակա ես չեմ խաղում ու հետ եմ իջել, բայց այդ ժամանակավորը ես անցնելու եմ։ Եկեք իջնենք ներքև։ Հիմա ինձ թվում է top 10-ում կլինեմ։ Հեսա կնայենք, չէ ժողովուրդ ջան, շատ են անցել, շատ են անցել, մոտ 1000-ով անցել են, բայց մենք էլ մեր տեղը չենք դոփում, մենք էլ կառաջանանք, 23-րդ տեղն եմ, ու դուք կտենաք, որ այսինքն ես գլավնին վիդեոյի նկարը կդնեմ, որ ցույց տա, թե որ ես առաջինն եմ եղել։ Ինձ թվում է անցնենք գայդերին ժողովուրդ ջան։ Ինձ թվում է անցնենք տրենիրովկաներին, որովհետև հիմա խաղով դուք ոչ մի բան չեք հասկանա։ Եկեք մի հատ անցնենք, մի քանի բան կա, որ պետքա ցույց տամ։ Ժողովուրդ ջան, ինչպես արդեն գիտենք, Cardelius-ը միջին դիստանցիայի բայց է։ Նրանով հնարավոր է շատ լավ կոնտր անել, ինձ թվում է բոլոր հակառակորդներին, ըստ իր գաջետի։ Այսինքն իր գաջետը մոտավորապես 2-ից 1 վայրկյան փակում է հակառակորդին։ Փակելով հակառակորդին, ժողովուրդ ջան, ինքը մենակ կարա փախնի, այսինքն ինչքան էլ ուզում է ինքը մեծ բանկաներ ունենա, կարևորը այն է, որ մենք փակում ենք իրան, ինքը էլ մեզ չի կարող խփի։ Անցնենք ուլտային։ Ուլտան Cardelius-ի ամենաուժեղ, ամենամանյովրնի ֆիշկան է։ Այսինքն ուլտայի շնորհիվ, հիմա ստեղ ուլտա չի լինելու, այսինքն պրոբնի մաչ պետք է խաղանք։ Այսինքն Cardelius-ի ուլտայով հնարավոր է համ փախնել, համ մարդկանց սպանել, որ քեզ ոչ ոք չխանգարի, համ ժամանակ ձգել, շատ լավ բաներ է կարելի անել ժողովուրդ ջան։ Իսկ միջև այս մասը եթե դու նայել ես, անպայման լայքիր, բաժանորդագրվիր ու անպայման թող քոմ թե մյուս բայցը որն է լինելու, հենց քո համար գայդ նկարեմ։ Դե տեսնենք, ու ես իմ սթրիմերում, որը սկսվելու է մյուս շաբաթվանից, պուշ եմ անելու բոլորին դեպի 1000, հետս կլինես, անպայման կնայես, թե ինչպես եմ ես պուշ անում իմ ընկերների կամ մենակ։ Հիմա անցնենք մյուս Cardelius-ի ֆիշկաներին։ Cardelius-ը ունի նաև գիպերզարյադ, որը շատ հեշտ է ֆարմ անել։ Այսինքն մոտավորապես 2-ից 2.5 ուլտա հետո գիպերզարյադը շուտ է հավաքվում։ Նրա գիպերզարյադը էլի շատ լավն է, դանդաղացնում է հակառակորդին ու հնարավոր է ավելի արագ վազել։ Այդ մեզի շատ կարևոր բան է։ Այսինքն մենք կարանք փակենք ու իրան գցենք Cardelius-ի աշխարհ։ Cardelius-ը իրան շատ հեշտությամբ կարա սպանի։ Մի հատ փորձենք, բայց ինձ չի թվում, որ ռոբոտների վրա, ռոբոտների վրան էլ է լինում, հիմա այդ ամեն ինչը թեստ կանենք ժողովուրդ ջան։ Հիմա սպասում ենք մեր բանին, ուլտային, հենց հիմա մի հատ ֆարմ կանենք ու գաջետն էլ արդեն լծվել ժողովուրդ ջան։ Տեսեք, մենք իրան փակում ենք ու արագ հարձակվում ենք։ Ինձ թվում է ամեն ինչ հասկանալի է։ Cardelius-ով ինձ թվում է հնարավոր է խաղալ շատ ու շատ ռեժիմներ։ Ընդհանուր հատկապես Cardelius-ով հնարավոր է նաև պուշ անել։ Cardelius-ին շատ խաղում են շդներով, սոլո, դուո, տրիո, հատկապես ես խաղացել եմ տրիո ընկերներիս հետ հանելով Cardelius-ին։ Նաև շատ եմ խաղացել սոլոն, որովհետև սոլոյում տենց մինուս 5-րդ տեղից ինձ թվում է մինուս չի տալի, հիմա ինձ մինուս է տալի, մինուս 1 է տալի, որովհետև իմ կուբիկները 500-ով շատ է, քան ձեր Cardelius-ը, եթե դուք 1000 եք հանել, կամ ավելի քիչ։ Ժողովուրդ ջան, հիմա անցնենք Cardelius-ի ևս մեկ ամենակարևոր ֆիշկաներին։ Cardelius-ը հնարավորություն ունի ուլտա ու գիպերզարյադ հավաքել, ընդամենը շատ արագ, ընդամենը ոչ ոքի չկպնելով։ Ինքը, հիմա տեսեք մի հատ սենց անեմ,
մի հատ օգտագործեմ էսի։ Վերջ, հիմա մի հատող էսի անցնի, այսինքն իր այս կրուգը, որ սենց մի հատ շրջան է, հնարավոր է սենց մնալու, նաև մարդկանց տեղը իմանալ, շատ հեշտ է ժողովուրդ ջան։ Այդ ամեն ինչը անելը, Գարդելյուսով ուլտան հավաքելը, իսկ հիպերզարյադը արդեն ինքն իրան կստացվի։ Իսկ հիմա անցնենք գաջետներին ու մնացած այլ բաներին։ Մենք արդեն գտնվում ենք Գարդելյուսի ստրանայում, Գարդելյուսի էջում ու հիմա սկսում ենք որոշել գաջետները։ Սկսենք ստեղից, ես անպայման առաջի գաջետը խորհուրդ եմ տալի, երկրորդը ядовитая гриб, ядовитый гриб, այսինքն այդ որ մի վայրկյանով ինքը փակում է, պերիզարյատկեն 18 վայրկյան։ Իսկ երկրորդը ժողովուրդ ջան ուղակի թռնում է, նեշի մարդկանց հետ է տանում, ուղակի թռնում է, ինձ թվում է այդ ոչ մի ռեժիմում կարևոր չի, ոչ մի ռեժիմում։ Անցնենք սարժենյան, իմը ամենապոպուլյար սարժենյան է, առաջինը, որ ինքը 15-ով ավելի ուժեղ խփում, երբ որ 50% կյանք չի լինում էլ վրա վրա, իսկ մյուսը շիտ 900 կյանք է տալիս։ Ու ժողովուրդ ջան, դրանք ամենաուժեղներն են։ Անցնենք սվերխսիլաներին։ Ժողովուրդ ջան, իմ մոտ դրած է առաջինը կոմբո գրիբի, այսինքն առաջինը խփում է նորմալ իր ասած ուրոնով, իսկ երկրորդը մոտավորապես 20%, մոտավորապես այսինքն 200-ից 300 ուրոն ավել, էդի շատ լավ է։ Իսկ երկրորդը ավելացնում է ուլտայի մեջ գրիբեր, որ եթե էդի դու ուտում ես այդ գրիբը, այսինքն այդ գրիբի վրան ես կանգնում, քեզ կյանք է գալիս, եթե ուրիշն է կանգնում, իրեն սկսում է կյանքերը գնալ։ Ինձ թվում է դա լավը, ուղղակի մի քիչ, չգիտեմ, ես սրանով եմ խաղում, միշտ է սենց եմ խաղալու։ Դե ժողովուրդ ջան, արդեն հիպերզարյադը գիտեք, շատ լավ հիպերզարյադը շատ է շուտ է հավաքվում, ինչպես արդեն ասել էի ժողովուրդ ջան։ Իսկ հիմա անցնենք քարտեզներին, որով որ շատ խաղում եմ։ Ինչպես ասեցի, խաղում եմ շատ սոլո ու խաղում եմ ստալկնավենյա ժողովուրդ ջան։ Տեսեք, հիմա այս քարտեզը Գարդելյուսի շատ լավ աշխարհ է։ Ես հնարավոր աստեղով 200-ից ավել պուշ անեմ այսօր։ Բայց ժողովուրդ ջան, չենք անցնում առաջ, որովհետև կան նաև ուրիշ քարտեզներ։ Օրինակի համար գոյություն ունի նաև Brawl, որտեղ Գարդելյուսը ուղղակի չի խաղացվում։ Ժողովուրդ ջան, ներողություն եմ հայտնում, անցանք վիդեոին։ Նաև գոյություն ունի Brawl, որը շատ վատ է խաղացվում Գարդելյուսի կողմից, այսինքն ինքը կարա ճիշտ է փակի մի քանի հակառակորդի, կարա սպանի, բայց իր ուլտան այստեղ անիմաստ է։ Հնարավոր է մի քանի տեղ կարողանա փրկի, բայց չէ ժողովուրդ ջան, հավատացնում եմ, որ շատ անիմաստ է։ Զախված կրիստալ, ես շատ եմ խաղացել այս ռեժիմում, զախված կրիստալ շատ եմ խաղացել Գարդելյուսով ու շատ բոմբ ժողովուրդ ջան, շատ բոմբ բան է, ուղղակի ըստ քարտեզից, ըստ գաջետներից, օրինակ զախված կրիստալում էլի կարող եք ընտրել իմ ասած այդ ядовый գրիբը ու ինձ թվում է կարա կընտրեք երկրորդ գաջետը, որ գրիբեր լինի արդեն։ Անցանք երրորդին, նոկաուտ։ Նոկաուտում ժողովուրդ ջան, ինքը ընդհանրապես չի լինում խաղալ նրանով, որովհետև նոկաուտում բոլորը դնում են հերվի բայեց, ինչքան հնարավոր է։ Կամ օրինակ, չգիտեմ, բլիժնիկ ու ուղղակի օրինակ Էդգար կամ Մորտիս։ Մորտիսին շատ հեշտ է կոնտր անելը, բայց Էդգարներին այդքան էլ չէ։ Անցանք մյուսին, Գարյաչյա զոնա։ Ժողովուրդ ջան, Գարյաչյա զոնով նույնպես ինքը այդքան էլ լավ չի խաղացվում, բայց կան մարդիկ, ովքեր գլուխ են անում, կախված ըստ քարտեզից ու սկիլից։ Անցանք մյուսին, Զաչիստկայում էլի շատ վատ է խաղացվում, նույն նոկաուտն է, ուղղակի մի քիչ ավել քիլերով։ Aeroboy, էս էլ նույն Brawl-ն է, ուղղակի ավելի վատ, ստեղ բոլորը դնում են Մորտիս կամ ինչ-որ Կենզի, որ շուտ հասնեն գնդակին, շուտ գոլ խփեն։ Էստեղ էլ չի խաղացվում։ Անցանք մյուսին, նոկաուտ արդեն ասել էի 5-5-ը, այդ արդեն ուրիշ բան է, ինձ թվում է լավ կխաղացվի։ Քարտեզն էլ շատ լավն է, շատ լավ կխաղացվի։ Իսկ դուելում ժողովուրդ ջան, դուելում կոմբինացիա պետք է լինի Գարդելյուսին
օգնող, այսինքն եթե մենակ կարդելուսը լինի ինչ-որ տարբեր, օրինակ լիլի կարդելուս հնարավոր է լինի, շատ լավ կլինի, այսինքն լիլին արագ կարա ուլտա հավաքի, իսկ կարդելուսը այդ ուլտան օգտագործի։ Ժողովուրդ ջան, իսկ այս արենայում ընդհանրապես ոչ մի բան չի լինում անել կարդելուսով։ Կարճ դիստանցիա ընդհանրապես կի ռոբոտներին նորմալ չի լինում սպանել։ Ես փոխանցեցի իմ կարդելուսի գիտելիքների 100%-ը ձեզ, ժողովուրդ ջան։ Անպայման կոմենտներում գրում եք, թե մյուս վիդեոն որ բայեցի գայդն ա լինելու ու անպայման կլինի ձեր համար։ Նույն օրը ես կկարդամ, երբ որ արդեն գցեմ, իսկ հաջորդ օրը դուրս կգա ձեր ուզած բայցով, ձեր ուզած գայդը։ Դե ժողովուրդ ջան, հաջողություն բոլորին, մաղթում եմ ձեզ լավ օր։